Երբ Ադամը մեղք գործեց դրախտում, թեզենուց տերևներ պատրաստեց եւ ծածկեց իր մերկությունը։ Այդ թեզենու տերևներով իր մերկությունը ծածկելն ինչ էր։ Ադամը դարձավ դրախտի միակ անպատուղ ծառը։ Դրախտում անպատուղ ծառ չէր կարող լինել։ Բոլոր դրախտում բոլոր ծառերը պտղաբեր էին, հա, եւ պտղաբեր, այսինքն ինչ է, բարի պտուղներ էին տալիս։ Թզենին քաղցր պտուղ պիտի տար, որ սերն էր խորհրդանշում։ Որդատունքը Քրիստոսի արյունն էր։ Ասում է խնձորը բարեխառն է, որ իմաստություն պետք է ունենա, այսպես ամեն մի ծառի պտուղ իր խորհուրդն ու իմաստն ուներ։ Եվ այդ դրախտի ծառի պտուղների մեջ երկու առանձնահատուկ ծառեր կային։ Դրանք որոնք էին։ Բարու եւ չարի գիտության ծառը եւ կենաց պտուղը։ Մեկը ուտեին մահ կճաշակեին, մյուսը կուտեին կան մահանային։ Իրար հակառակ ծառ էին, իրանք բովանդակությամբ սովորական ծառ էին, բայց իրենց խորհուրդով ծառից տարբերվում էին։ Մյուս ծառերը դրախտում այդպիսի նշանակություն չունեին։ Կարող էին ազատ ուտել այդ ծառերից, բայց այս երկու ծառերը հոգևոր ծառեր էին։ Մեկը մեղքն էր, մեկը ճշմարտությունը։ Հիմա Ադամը պետք է պահեր պատվիրանը եւ ուտեր կենաց ծառի պտղից։ Եվ պատվիրանը պահելը դա իր բարի գործներ, ճաշակելը պտուղը, արդյունքը իր բարի գործ, բայց Ադամը չպահեց այդ բոլորը։ Եվ կերավ մահը կերավ, ոչ թե կյանք կերավ, այլ մահը ճաշակեց։ Եվ ճաշակեց անմիջապես թզենու տերևներով ծածկվեց։ Եվ եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ թզենու տերև ծածկվել դա նշանակում է Ադամի անպտղությունն էր առաջին։ Թզենին դարձավ անպտուղ ծառի խորհրդանիշ։ Եվ երբ Քրիստոս անեցում էր անպտուղ թզենին, անեցում էր այլևս մարդու մեղքը, անպտղությունը, որ մարդը ոչ թե չար պտուղներ պետք է տա, ինչպես Ադամը տվեց թզենու չար տերևներով ծածկվեց, որ հոգևոր անպտղություն է կոչվում, բարի պտուղ չտվեց, եւ անիծեց հոգևոր անպտղությունը, որպեսզի օրհնվի հոգևոր պտղաբերությունը։ Այսինքն թզենին անիծելը խորհրդանշում էր Ադամի թզենի տերևներով ծածկվելը, որտեվ երբ նա թզենու տերևներով ծածկվեց, երբ լուսեղեն պատմուճանից մերկացավ, երբ զգաց, որ մեր կա, անմիջապես տերևները կա, երբ զգաց մեր կա, պտուղն ուտելուց հետո, այսինքն երբ որ մենք մեղք են գործում, լուսեղեն պատմուճանից մերկանում ենք եւ հագնում ենք մեղքի պատմուճանը, թզենին ա դա, իսկ Քրիստոս ասեց հանեք ձեզ վրայից այդ անպտուղ թզենին, անիծում եմ դա, հագեք նորից լուսեղեն պատմուճանը, ամեն։